Կրկին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, որին դուք համոզված եք շատերը ծանոթ չեք, դուք պարտավոր եք պահպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ այս գործողությունները, որ անում է Նիկոլ Փաշինյանը, կտրուկ դեմ են այդ գործողություններին, այսինքն դուք հիմա իրավաբանորեն էլ հակաօրինական գործողություններ եք անում, հասկանում եք, դուք դատվելու եք հետո սրա համար։ Այդքան կարճ, չէ, չեմ ուզում, այդքան կարճ ոնց կարելի է դատել, լավ դուք հետոյի մասին չեք մտածում։ Լավ դուք բոլորդ մի օրով ապրող թիթեռներ եք, այսօր հրամանը կատարեցիք, բա վաղը, բա մյուս օրը, բա այն մյուս օրը։ Աշխարհում ոչ մի բռնապետ, թեկուզ ամենահզոր ոստիկանության ձեռքերով չի մնացել իշխանության։ Հիշեք Մերձավոր Արևելքի բռնապետների ճակատագիրը։ Կադաֆիին հիշեք, թե ինչ արեցին փողոցում։ Նույնիսկ դուք մտածում եք, որ սենց միշտ մնալու է, դուք ես միշտ հրաման կատարելով, սենց ձեր պրեմիա ստանալով գնալու եք տուն ու շարունակեք ձեր այդ տխուր կյանքը, լավ։ Նույնիսկ չի կարելի ասեք 2000 հոգի էլ չեն, էլի, Նիկոլն ու իր ԿՊ ողմակը։ Քանի հոգի ենք հիմա Հայաստանի Հանրապետությունում։ Մեծահասակներս, քանի անգամ ավել ենք իրանցից, ինչի չենք կարա միավորվենք, ինչի չենք կարա միասին հանդես գանք, վերջապես այս մղձավանջը վերջացնենք։ Հաջորդը ո՞րն է լինելու իմ տղային ձերբակալելը։ Եթե դուք այսօր ձերբակալում եք Ռոստի հորը, զոհված հերոս տղայի հորը, Արա Ռոստոմյանին, հաջորդը ո՞րն է լինելու, հարց եմ տալիս ձեզ։ Կրված ու չզոհված տղեկի ձերբակալելը։ Նիկոլը համաձայնության է եկել, նա Ադրբեջանին հասնել է այդ տղեկին, մեկը իմ տղեն է, գալու եք իմ ձերբակալեք, հա, մենաշրաման, որ իմ հարցակում ծառայելա ուղղել։ Հարց եմ տալիս։ Ասկի դավաճ ճաման տղեկին, ով 2020 թվին ծառայելա Արալեր Զորամասում ու կռվել է Ադրբեջանի դեմ։ Դուք ձերբակալելու եք իմ տղային։ Ձերբակալելու եք։ Իհարկե, անխոս։ Նրանք հրաման են կատարում։ Քննիչները ձերբակալելու եք, դուք եք գալու եք այստեղ կանգնելու եք ու պահպանեք քննիչների հանձնությունը որպես այդ տղաների գործ հարուցեն վրաները որպես ռազմական հանցագործ, ոնց պահանջում է Ալիևը խաղաղության պայմանագրով, որ Նիկոլը ասում է ես ստորագրելու եմ այդ պայմանագիրը, հա։ Ինքը արդեն ստորագրած կն Ստամբուլում։ Տեսեք անելու, հարց եմ տալիս, ինչի չեք պատասխանում։ Իմ հարցը շատ պարզ հարց է։ Ես ոչ մի խուճուճ բան չեմ ասում։ Ձերբակալելու եք իմ տղային։ Դուք ձերբակալելու եք իմ տղային։ Իմ կռված տղային ձերբակալելու եք։ Հիմա ինքը 24 տարեկան է։ 2020 թվին 18 տարեկան է եղել, կռվել է Արցախում, որովհետև հարձակվել են։ Իմ տղա մտածել է, իրան այդպես են ասել։ Այդպես դաստիարակվել է, որ ինքը իր հայրենիքն է պաշտպանում։ Գալու եք ձերբակալեք իմ տղային Նիկոլի հրամանով։ Հարց եմ տալիս ձեզ, պատասխանեք, ինչի չեք պատասխանում։ Ինչի։ Դուք պատասխանեք, ձերբակալելու եք։ Ինչու։ Ինչու։ Ձերբակալել եք, չէ՞ հիմա զոհված տղայի հորը։ Ահա, Նիկոլը վաղը հրաման է տալիս, բոլոր կռված ողջ մնացած տղաներին ձերբակալել։ Տալու է այդ հրամանը։ Գալու եք իմ տնից իմ տղային տանելու եք, ձերբակալելու եք իմ տղային։ Զոհվածի հորը դատեցին, դուք զարմանում եք, որ ինչի չեք պատասխանում, հարցս հասկանալի չի։ Ժողովուրդ այդ հասկանալի չեք խոսում, մեկ հասկանալի հարցն է։ Ձերբակալելու եք իմ տղային, հա։ Նրա համար որ Արցախում կռվել է ու պաշտպանել, հա։ Ես հարց եմ տալիս ձեզ, հարգելի ոստիկան, հարց։ Չենք պատասխանում։ Ինչու։ Դուք մտածեք։ Այսինքն իմ տղան, մի րոպե էլի, որ ունի հերոսության համար մեդալներ, հա, պարգևատրել Հայաստանի Հանրապետության կողմից, ձերբակալել, աբսուրդ է, էլի մտածեք։ Ձերբակալվելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից։ Վաղ գիտեք ինչ եք անելու։ Այսինքն ձեզ ինչ հրաման են կանեք, ուղղակի չգիտեք վաղը ինչ անելու։ Ճիշտ եմ հասկանում։ Չէ, ճիշտ չեք հասկանում։ Ճիշտ եմ հասկանում։ Դուք ասում եք վաղը գիտեք, ես վաղը չգիտեմ ինչ ա լինելու։ Կարող է Իրանը նենց ռումբ գցի, որ Ամերիկան վախշես տա, այդ չի հարցը։ Հարցը դա չի։ Այստեղ հարցը արժանապատվությունն է ու արժեքները, բարոյականությունը։ Հարցնում եմ իմ տղային ձերբակալելու եք։
Հետո ինչ որ տենց ապրում ենք, դուք ընտանիք ունեք, չէ, գնում եք տուն, որոշակի կարգ ունեք, չէ, ձեր երեխաների հետ խոսում եք, դաստիարակում եք, ինչ որ արժեքներ եք ներարկում։ Դա ինչ կապ ունի, թե վաղը ինչ կլինի։ Ես ձեզ հարցնում եմ ձեր արժեքների մասին։ Դուք ձերբակալելու եք իմ տղային։ Անձը կապ չունի, թե շո մեկը հանցագործություն արես, պատասխան տալու։ Բոլորին եմ հարցնում։ Հանցագործություն Ինչ կապ ունի հանցագործություն։ Ասում եմ իմ տղան կռված է, եկել է դու։ Նիկոլը վաղը հրամանատարի ձերբակալել կռված տղային։ Դուք ձերբակալելու եք։ Ձերբակալելու եք իմ տղային, հա, պատասխանեք ինձ։ Այ քեզ բան։ Ես ակցիա չեմ անում, դուք խառնում եք ակցիա։ Հարց եմ տալիս, պատասխանեք, պատասխանեք։ Հարց եմ տալիս։ Չենք պատասխանում, ինչ ես ուզում, չենք պատասխանում, բայ։ Որտեվ ձեր պատասխանն էլ, ձեր չպատասխանելն է պատասխանը, այո, որովհետև այո, դուք գալու եք ու ձերբակալելու եք, ու բոլոր այդ կռված տղերքին եք դուք ձերբակալելու, ձեր աշխատավարձի ողորմելու ու ձեր պրեմիայի համար, այդ է պատասխանը, այդ պատասխանը ստեղ բոլորը գիտեն։